Հայաստանում վաճառվող խաղալիքների զգալի մասի անվտանգությունը երաշխավորված չէ։ Մի շարք, այդ թվում մեր երկրում, հետազոտությունները պարզել են, պատահական սկզբունքով նմուշարված 68 խաղալիքների 20%-ում կա առնվազն 1 ծանր մետաղ, թույլատրելիից ավելի շատ։ Հետազոտված խաղալիքներում կապարի թույլատրելի 32-ի փոխարեն հայտնաբերվել է մինչև 12140 միլիգրամ։ Այս ծանր մետաղները հիմնականում կուտակվելով օրգանիզմում հետագայում առաջացնում են ծանր բարդություններ, հիվանդություններ, դրանք արյան հիվանդություններն են, նյարդային համակարգի հիվանդություններ են, ալերգիկ հիվանդություններ են եւ երբեմն կարող են հանդիսանալ նաեւ ուռուցքի պատճառ։ Խախտումները հիմնականում ռետինե եւ պլաստմասե խաղալիքներում են։ Մանկական կոսմետիկայում եւ խաղալիքների փայլուն հատվածներում ծանր մետաղների առկայությունը ավելի շատ է։ Վտանգավոր նյութեր են հայտնաբերվել նույնիսկ լոգանքի համար նախատեսված մանկական տաշտակներում։ Թունավոր նյութեր պարունակող ու ներկված խաղալիքները հիմնականում չինական արտադրության էժանագին խաղալիքներն են, թեև շուկայում կա նաև մերը։ Խաղալիքները, որը որ չեն ընդունում մի երկիր, կարող է ներկրվել Հայաստան։ Մեր երկրում վաճառվող խաղալիքները պետք է պարտադիր ունենան համապատասխան մակնշում եւ արտոնագիր։ Ներկրված խաղալիքները, որոնք համապատասխանում են անվտանգության եվրոպական չափանիշներին, պետք է ունենան հոլոգրաֆիկ այս նշանը, իսկ հայկական արտադրության եւ անվտանգության չափանիշներին համապատասխանողների տարբերանշանը սա է։ Սակայն նույնիսկ սրանց առկայությունը որակի չափանիշ չէ։ Խաղալիքը նախատեսված է բարձր տարիքի երեխաների համար, գրված է 0-ից 3 տարեկանի համար է նախատեսված։ Ես խորհուրդ կտամ ծնողներին իրենց երեխաների համար գնել ավելի շատ բնական նյութերից պատրաստված խաղալիքներ, դրանք կարող են լինել փայտից, կտորից, կարևորը որ թունավոր նյութեր չպարունակեն։ Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում անորակ խաղալիքներ նույնպես վաճառվում են, սակայն քիչ, շնորհիվ սահմանային ստուգումների։ Փորձագետները ահազանգում են Հայաստանում նույնպես խաղալիքների որակը պետք է ստուգվի երկիր մուտք գործելիս եւ ոչ թե վաճառքի փուլում։ Խաղալիքների ծագման մասին տեղեկությունները գաղտնի չեն։ Արտոնագիր կարող է պահանջել յուրաքանչյուրը։ Աննա Գրիգորյան, Վահե Եղիազարյան, ժամը լրատվական։